Այն նշանակությունն է երեկոյեն ունենալու բոլորիս բարձր տրամադրություն։ Բարի երեկո սիրելի հյուրեր, բարեկամներ, հարգանքի արժանի մարդիկ, օրը բարի է մեզնով, ձեզնով և ամենակարևորը հայոց աշխարհի խաղաղությամբ, բարի գալուստ, բարի ողջույն, Պարադիս ռեստորանային համալիր, օրը ողջունում է բոլորիս բարի, ավետելու է գեղեցկությունը և միանշանակ ողջ երեկոյի ընթացքում այս դահլիճում տիրելու է միայն ու միայն սերը, այն էլ արժանի սերը, եկեք սիրելի բարեկամներ, շատ բուռն ծափարությունների ներքո այսօր բոլորս հավաքվել ենք ամենագեղեցիկ օրը միասին վայելելու Վիգենի և Արմինեի նշանադրությանը, ուստի թե աշխարհում փակ դռներ կա, թող որ բացվեն այս գիշեր և բոլորս միահամուռ բուռն ծափարությունների ներքո երեկո հայտարարում են բացված։ Եվ սիրով սիրելի բարեկամներ, ուզում եմ երկուստեք նախապես ասել շնորհակալություն, ուզում եմ ասել, թե աշխարհում կա օրհնություն, կա սեր, կա խինդ, կա ծիծաղ, կա ժպիտ, որ պահել ենք բոլորս մեր մտքում, որ կարող ենք օրհնել այսօրվա գեղեցիկ զույգին, ուզում եմ առ Աստված, բոլորս միահամուռ բաժակները բարձրացնենք վեր, ասենք բարի գալուստ Պարադիս ռեստորանային համալիր, ասենք նախապես ինչ նպատակներ ունենք, թող որ աշխարհում թող Աստվածի կատար, երջանկություն, այս զույգին պարգևի ամենագեղեցիկ երազանքը և ամենակարևորը, թող նրանք աշխարհում դառնան ամենաերջանիկ, ամենաբախտավոր և ամենաօրինակելի սերը, եկեք բաժակները բարձրացրած, մեկս մյուսին նորից ու նորից ասենք, բարի գալուստ, որովհետև ունենալու ենք անմոռաց օր, ուստի, սիրելի բարեկամներ, եկեք շատ բուռն ծափարությունների ներքո, այսօր այստեղ եմ ուզում հրավիրել, իմ կողքին ուզում եմ զբաղեցնել օրվա հերոսներից ամենակարևորը, Վիգեն Խաչատրյան, ապագա փեսացու, Մկրտչյան, Վիգեն Մկրտչյան, ևս մեկ անգամ, եկեք շատ բուռն ծափարենք։ Հարգելի բարեկամ, յուրաքանչյուր միջոցառման, յուրաքանչյուր օր կյանքում օջախներում կան սրբություններ, որոնք արժանացել են իրենց վաստակով, իրենց ապրած տեսակով, իրենց ձեռքբերումներով և ամենակարևորը մարդու առաջին արժանիքն այնպես է, որ պիտի ապրես այնպես, որ դառնաս սուրբ օջախի արժանի մարդ։ Եկեք շատ բուռն ծափարություններով ուզում եմ այստեղ ինձ մոտ հրավիրել այսօրվա սուրբ միջոցառման քավոր և քավոր տիկնոջը Անդրանիկ Լյուբա Ստեփանյաններ։ Ավելի բուռն, ավելի ակտիվ, որոշ ենք Հարգելի քավոր և հարգելի քավոր տիկին, խոնարհվում եմ ձեր անցած ճանապարհների, ձեր ձեռք բերած վաստակի համար, որովհետև քավոր չեն դառնում, քավոր ծնվում են, վաստակում են և դուք այդ վաստակին համահարժեք, դուք այսօր զբաղեցվել եք ձեր կարևոր տեղում, քավոր և քավոր տիկին, Անդրանիկ Լյուբա Ստեփանյաններ, ևս մեկ անգամ, բոլորի ծափարությունները ձեզ։ Իմ շատ սիրելի հյուրեր, շատ սիրելի բարեկամներ, ասելու եմ քիչ հետո նաև խնամի բարեկամներ, այսօր պատիվ ունեմ ինձ համար շատ կարևոր մարդու ներկայացնելու և ի սկզբանե ուզում եմ յուրաքանչյուրի
Յուրաքանչյուրիդ ասել շնորհակալություն։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմինեի ծնողներին, Աննա եւ Միհրան Մխիթարյաններին։ Միշտ մարդիկ կենթանի։ Շնորհակալություն ձեզ, որ այդ օջախում ծնել, մեծացրել եք, եւ այսօր մենք պարտավորված եւ հպարտորեն պիտի ոտքի կանգնենք, ուստի որպես ծնող, որպես ավագ եղբայր, որպես թագավոր, որպես թևութիկունք, որպես ամրություն, Արմինեին այստեղ Վիգենի կողքը պետք է հանձնի, կանգնացնի իր սուրբ եղբայրը, երկրորդ ծնողը աշխարհում, եկեք հրավիրենք Կարենի միշտ միասին Արմինե Մխիթարյան։ Ոտքի են կանգնում բոլորս են ոտքի կանգնում, բոլորս են ծափանում։ Ձելի բարեկամ, կյանքն այնպես է, որ կյանքը անցողիկ է մնայուն է մարդու մեծ անունը։ Ես ուզում եմ նաև Արմինեի ծնողների հետ մեկտեղ հիշատակել, ասել շնորհակալություն Վիգենի հայրիկին, Սամվելին, ով ներկա չէ ֆիզիկապես, բայց անունը, թողած վաստակը միշտ ապրելու է դարեդար։ Ուզում եմ նաև ծափահարել Վիգենի մայրիկին, Շուշան Մկրտչյանին, ով այստեղ է, մեր կողքին։ Եկեք Շուշան, շնորհավորում եմ ձեզ նախապես։ Շնորհակալություն ձեր տեսակին, որ տանջվել, ծնել, մեծացրել, պահել եւ այսօր արժանանում եք այս գեղեցիկ վայելքին։ Բարի վայելում ձեզ։ Հարգելի բարեկամներ, հարգելի Մխիթարյաններ, ես ուզում եմ սիրով ձեզ ներկայացնել նաև Վիգենի եղբորը։ Հարգանքս ձեզ, Կարեն ջան, ուզում եմ, որ եւս մեկ անգամ շնորհավորել ձեզ, որովհետեւ եւ ծնող եք, եւ մեծ եղբայր եք, եւ մեծ անուն կրող մարդ ու անձնավորություն եք։ Համեցեք այստեղ, որովհետեւ այս հարգանքի արժանի մարդկանց կողքին դուք ունեք ձեր ուրույն տեղը։ Դե իմ սիրելի բարեկամներ, օրը միջոցառումը կոչվում է նշանադրություն, ավանդական նշանադրություն, հային վայել, հայ անունը կրող, իսկական պսակադրություն, որին մասնակիցներս յուրաքանչյուրս արժանացել ենք այս բախտին այսօրվան, քանզի եկեք մի հատ ոտքի կանգնենք, որովհետև պարտավորված ենք անընդմեջ ոտքի կանգնելու, երկու սուրբ հոգիներ Աստծո օրհնությամբ դառնում են մեկ միություն, մեկ օջախ է ձևավորվում, կապուտակ երկնքում, բոլորի ծափարությունների ներքո, Աստծո օրհնությամբ միանշանակ։ Հարգելի քավոր, նախապես խոսքը ձերն է, համեցեք, որից հետո ես նշանադրության արողակարգը մեծ շուկով իրականացնելու եմ, խնդրեմ։ Հարգելի հարազատներ, ընկերներ, ես չեմ ուզում շեշտել խնամիները վարող կասի, ես ուզում եմ շեշտեմ, որ մենք բոլորս հարազատներով հավաքվել ենք միտեղ եւ մեր բոլորիս նպատակը մեկն է, այսօր ուրախությամբ նշել մեր Վիգենի եւ Արմինեի նշանադրությունը, որը արդեն հայտարարվեց բացված, ես ուզում եմ ասեմ, մենք այսօր սիրով քեֆ ենք անելու։ Կարեն Մխիթարյան, տանտիրոջ իրավունքով խոսքը ձերն է, համեցեք։ Արմինե ջան, Վիգեն ջան, ես շնորհավորում եմ ձեզ, ձեր միությունը թող հաստատ լինի, ձեզ ցանկանում եմ երջանկություն եւ դա տարիների կյանք։ Մենք հավաքվել ենք բոլորս ձեր երջանկությունը կիսելու նպատակ երջանիկ լինենք։ Բրավո։ Կարեն ջան, բնականաբար, որպես եղբայր,
ուզում եմ մի նախադասությամբ օրհնես քո եղբորը, քո ապագա հարսիկին, որից հետո քավորի թույլտվությամբ միանշանակ իրականացնելու ենք նշանադրության արարողակարգը։ Երջանիկ կլինեք, Տերը օրհնի։ Արգելի քավոր, ձեր թույլտվությամբ եղբայրները, գարենները, ինչ հետաքրքիր են, չի ասում են երկու անվան մեկ կողքում կատարվում է ամենագեղեցիկ նվիրական երազանքը եւ թող երկու կարենների արանքում իրենց ուրույն տեղը զբաղեցրած զույգեր այս աշխարհում ամենակարևորը բարի բախտ ունենան, միայն ու միայն բարի բախտ, օրինակելի օջախ, ծնողներից տեսածը միայն ու միայն շարունակողը լինել, այն ինչ ապրել են ձեր ծնողները, վաստակել են, այդպես շարունակել։ Դե ինչ բացում ենք ավանդական երկու կոնյակները Արմինեի կողմից և Վիգենի կողմից, խնդրեմ բացեք արարողակարգը։ Դուք էլ սիրելի բարեկամներ, թող լցվեն բաժակները բարձրացրեք։ Էս ինչքան եք լուրջ ժողովուրդ։ Եվ պիտի խնդրեմ երկու կոնյակները խառնած վիճակում, որովհետև երկու տարբեր մարդիկ դառնում են մեկ միասնություն։ Խորհուրդն է հետևյալը։ Պետք է լցվեն կոնյակները երկու բաժակներում հավասարաչափ կոնյակներ։ Խառը լցեք, էլի։ Շնորհակալություն եւ պիտի խնդրեմ մի քայլ առաջ գան Արմինեն եւ Վիգենը համեցեք այստեղ Դե հիմա եւս մեկ անգամ պարտավորված են։ Ով կուզի թող կանգնի, էլ չեմ ասի։ Սիրելի բարեկամներ, սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, խնամիներ, այս պահը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Յուրաքանչյուր միջոցառում ունի իր երաժշտական կատարման ամենագեղեցիկ սկիզբն ու վերջը։ Յուրաքանչյուր կենացն ունի իր արժանիքները, բայց ամենակարևորը աշխարհում ցանկացած միջոցառում թող ունենա իր նպատակը։ Ես ուզում եմ նախապես Վիգեն եւ Արմինեն ասել ձեզ, եթե ոտք եք դրել, ապա այդ ոտքը թող ձեզ տանի դեպի երկար ու երկար անվերջ տարիներ։ Մեր մեծերը մի լավ խոսք ունեին, որքան երկար ապրեք, մի բարձի վրա ապրեք։ Եվ ամենակարևորը ազգին, արժանին ձեր բարեկամներին նվիրեք արժանի զավակներ։ Երջանիկ եղեք, որովհետև զույգը օրինակ պիտի հանդիսանա դիմացինին։ Զույգը պիտի այնպես պատվով ապրի, որ հպարտորեն իրենց կողքը ապրեն իրենց բարեկամները։ Խնամիների բարեկամ լինելու ամենաարժանի գրավականը դուք եք լինելու։ Դե ինչ սիրելի բարեկամ, բոլորիդ ուշադրությունն այստեղ։ Եկեք շատ բուրըն ծափարությունների ներքո, այս պահին, խնդրեմ, մի բառ էլ ասեք ու խոստանում եք դառնալ ամենաերջանիկ զույգը, օրինական, հայկական, մեզ Եվրոպան չի հետաքրքրում, հայկական ընտանիք են ստեղծում այս պահից եւ էլ խոստանում եք։ Խոստանում եք։ Այո, խոստանում։ Դե խոստացան սիրելի բարեկամ, դե ինչ հաշվում ենք 5-ը, 1, 2, 3, 4, 5, խնդրեմ։
որ շարունակենք։ Բարում ենք բոլորս ուրախանում ենք, որովհետև նշանադրվել են Վիգենն ու Արմենը։ Շնորհավոր ելնի, բախտավոր ելնեն, աղբեր ջան։ Շնորհավոր Այո, այո։
ջան։ Եկեք ծափարեք, ծափարեք այս երեքին, աղելի ու մայրցյալների համար, այո, Շեղը։ Այո։ սիրուց փախչը, սերն է, սերը կա, սեր ապրում է, սեր ապրել է այնքան ժամանակ, որքան աշխարհն ապրում է, և բոլորս այդքան ապրում ենք ձեզ համար, որ դուք լինեք ամենաերջանիկը։ Ամենագեղեցիկ տաղները, աշխարհի ամենագեղեցիկ, բարության բոլոր հատկանիշներով ոչված մարդում և թող նրանք հայտնեն տեղում զույգին դիմավորում են ծափարություններով, ավելի ակտիվ, ավելի ուրախ, ավելի երջանիկ, այ այդպես։ Եվ այդ սիրուց ետ հանդարվել Որպես ասում, հագը վերևի, նրանք նման չեն ուշանի։ թող ձեր զորավոր միտքը, ձեր փառահեղ ուղիով անցած ճանապարհը
օրինակ դառնա ձեր սանիկներին։ Ուզում եմ, որ կերտած պատգամը ու ձեր վաստակին տրված մեծ անունը որպես վայել ձեզ օրվան լինի ամենազորեղ թագավորը, որ կարող է տնօրինել ու թագավորել նմանատիպ օջախների սուրբ միջոցառման նշանադրությամբ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ։ Շնորհավորում եմ, որովհետև դուք քավոր եք արժանացել։ Շնորհավորում եմ բոլորի սիրելի բարեկամ, հարգելի քավոր, ձեր կենացը, ձեր պատվին վայել, գեղեցիկ երաժշտական կատարում, թող բոլորը շնորհավորեն, մոտենան ձեզ, վայելենք, քավորի պատվին, Խավոր ջան
հաջողակյան զույգը, որը դժվարության առաջ ոչ թե ընկճվում է, այլ հապարտորեն պայքարում է, որովհետև Աստված սիրում է պայքարողներին, Աստված սիրում է իրեն գնահատողներին։ Իսկ Աստված ինչ է ցանկանում, որ յուրաքանչյուր ընտանիքի ներսում միշտ հարատևի սերը, հույս, հավատ, սեր։ Ահա որ սիրո պակաս Ահա որ սիրո պակաս մեր քաղաքում ծաղիկներ չվաճառված փողոցներում սիրահար սրտերը չեն երթողները շուտ վարվել ոսանան տարվա գիշերը երազները սկատավել Երեխաներին ձեր մոտ պահեք սիրելի բարեկամ։ Իսկ ես շուտարով սավառենք Երևանով սիրելով Նրանք կտրում են իրենց կյանքի առաջին Ահա որ ամենագեղեցիկ տորթը, մեր քաղաքում ի նշան նրանց կյանքի քաղցրության, երկրանքության ու սիրո եւ բերկրանքի։ Սիրահար սրտերը չեն երևում Երևի փակվել են լուր տակ տնելու Ձյան հետարի սիրահարի պետք չի ինձ գարում Թող լուսերը շուտ վարվել ոսանան տարվա գիշերը Այո, բրավո, ավելի բարձր, ավելի շռնդալից զարդարությունները թող ուղեկցեք։ Սավառենք Երևանով սիրելով Թող լուսերը շուտ վարվել ոսանան տարվա գիշերը երազները սկանդալվել մոռանամ իմ հին ուշերը իսկ ես ուշը տալով Սավառենք Երևանով սիրելով Աստղերի պակ Այո, եկեք բոլորս միասին, ծափարենք ու ասենք շնորհավոր։ Նորից ու նորից շնորհավորում ենք բոլորիս բարեկամներս։ Ծաղիկներ չվաճառված փողոցներում Սիրահար սրտերը